Այսօր ինչպես տեսնում եք մեծ ողջավորությամբ սկսում ենք քարոզարշավը, սկսում ենք այն քարոզարշավը, որ հայ ժողովրդին բերելու է ազատագրում, որ հայ ժողովուրդը ազատագրելու է այս թուրքա Ադրբեջանը հպատակ իշխանություններից եւ կերտելու ենք մեր երազած ուժեղ Հայաստանը։ Իհարկե անհավասարություն կա, մենք այսօրից նկատում ենք վարչական ռեսուրսի կիրառում, լսում ենք թե ինչ է կատարվել Վայոց ձորի մարզում, Սյունիքի մարզում, ինչպես է մարդկանց տիպում մասնակցել իրենց հանրավակներին, բայց մենք մի բանում համոզված ենք, որ հայ ժողովուրդը հունիսի 7-ին հստակ իր քվեն տալու է ուժեղ Հայաստանին եւ ուժեղ Հայաստանը հաղթելու է։ Տարբեր տեսակի ռեսուրսներ են կիրառվում մեր ունեցած ինֆորմացիայով, անձամբ ազգային ժողովի պատգամավորն է զանգարում, լսել ենք ինֆորմացիա, հրավիրում տարբեր աշխատակիցներին հանրավակին, այնպես որ կարծում եմ դա որևէ հոգու չի տալիս հակառակ էֆեկտ է ունենալու, ժողովուրդը տեսնում է, որ զորով պարտադրանքով բերված մարդիկ վերջը իրեն չեն քվեարկելու, փակ գաղտնի քվեարկությամբ։ Որ այդպես է անում, ինչի մասին է խոսում, ճիշտ հասկացա։ Դա խոսում է նրա մասին, որ ինքը հստակ ինֆորմացիա ունի, որի վիճակը շատ վատ է, որ ինքը չի անցնում այս պահին, ինքը ունի բազմաթիվ սոցիոլոգիական հարցումներ եւ դա դրա պատճառն է։ Համոզված եղեք, ինչքան մոտենա հունիսի 7-ը, այդքան ջղաձգվելու է եւ հունիսի 7-ին վերջապես հայ ժողովուրդը իրեն ուղարկելու է պատմության աղբանոցը։